Կապանի հոգսաշատ երկաթուղայինների թաղամասի բնակիչների հետ օգոստոսի 28-ին հանդիպեց Կապանի քաղաքապետի հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Հայրապետյանը։ Բազմամարդ հանդիպման նպատակը, ինչպես մյուս թաղամասերի ընտրողների համար, նույնն էր թեկնածուին ներկայացնել իրենց հոգսերն ու խնդիրները, հավաստիանալ, որ նա քաղաքապետ ընտրվելու դեպքում կարող է լուծել դրանք։ Սա մեր քաղաքն է, դուք եք սիրում այս քաղաքը, ես էլ եմ սիրում։ Հակառակ դեպքում մենք կանգնած չէինք լինի այս հրապարակում եւ այս հանդիպումը տեղի չէր ունենա։ Բայց եկեք փորձենք մեկ այլ տեսակետից այդ ամենը վերլուծել։ Միայն խնդիրների մասին խոսելը չէ, որ կարծում եմ մեզ անհանգստացնում է եւ կարեւորեցնենք դա։ Բոլորս էլ կարող ենք խոսել դրա մասին, բայց դրանք պետք է լուծում տալ։ Ոչ թե դարձնել պրոբլեմ, ասենց գլոբալ խնդիր, այլ դրանք լուծում տալ ուղղակի։ Դրանք լուրջ խնդիրներ չեն։ Առաջին հայացքից միգուցե թվում է, որ անլուծելի են, բայց լուրջ չեն։ Ես ուզում եմ, որ այդ խնդիրները առհասարակ իսպառ վերանան։ Հանդիպման ընթացքում բնակիչներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնում էին կաշկանդված ու անվստահ, ասել է, թե առանց հույսի, որ կարող է երբևէ իրականություն դառնան դրանց լուծումները, իսկ նման պահվածքի համար բնակիչները հիմքեր ունեին։ Ներկայիս քաղաքապետը 4 տարի շարունակ միայն խոստումներ է տվել։ Ես մենակ խնդրում եմ մեր բակերի վերակառուցվի, կարգավորվի, որ մեր բակը շատ վատ դրություններ չէ, այդ հայտնի է բոլորը։ Գրիշից անընդհատ ջուրը գալիս անցում միջև 5-8 հարկեր։ Այդ մեր ցավոտ տեղն է, շատ խնդրում եմ, ինիկատի ունենակ մեր պայմաններին, այդ բաներին վերացնելու համար։ Նախ ցանկանալու որ ընտրվեք, անպայման ընտրվեք, ես ողջունում եմ ձեզ։ Միաժամանակ 9 հարկանի այս շենքերում, որտեղ մենք բնակվում ենք, շքամուտքերի խնդիրը շատ վատ վիճակում է, այս վերջում շքամուտքերում դռները տեղադրվել է մի կողմանի, մենակ այս կողմից, դրսի կողմից, ֆասադից, սակայն դրանից կարևորը մուտքի ամբողջ բոլոր հարկերը ապակապատելն է, առանց դրան մեկը շենքերում ջերմություն չեք կարող ապահովել։ Պարզապես խնդրում եմ ժողովրդի անունից ձեր ընտրվելու դեպքում, որ արդեն քաղաքապետ կդառնաք, ուշադրություն դարձրեք խնդրում եմ այս հարցի։ Երթուղայը տրանսպորտը որ գալիս է, որ կալշավոտ թողը այսպես բացալի առաջից իջներից տերը գրայրա կալշավոտ կաղել, որտեղ ներից աշխավերով մարդկա բեռը զրի մարդը նոյրա կալել, աշխավերով մարդկա կալշավոտ այս բացալի առաջով գրայից դետվել, զբրանը կաշկ արամացը բեռը դրվայրա բացալել աշխավերով։ Հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Հայրապետյանի մարտական ուղու մասին խոսեց նրա հրամանատար այդ թաղամասի բնակիչ Սամվել Պողոսյանը։ Երևի բոլորին հայտնի է, որ մարտական ընկերոջից ամենաթանկը դա մարտական ընկերն է։ Ես որպես այս թաղամասի բնակիչ, թաղամասի ժողովրդին կոչ եմ անում պաշտպանել Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը։ Երևի որ մարդ գնում է կամավոր պատերազմ եւ կամավոր ուզում է քաղաքի համար անել, այդ մարդուն արժանի է պաշտպանել։ Կոչերին ու բարեմաղթանքների միացան նաեւ երկաթուղայիններ թաղամասի այլ բնակիչներ։ Ես կոչ եմ անում, չեք փոշմանի։ Եթե ձեր ձայնը տաք Աշոտ Հայրապետյանը Եվ կտեսնեք, որ չեք սխալում։ Մենք մեր ընտանիքներով, մեր թաղամասով պաշտպանում ենք Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը։ Սա մեր առաջին հանդիպումն է որպես Կապանի քաղաքապետի թեկնածու եւ հավանաբար վերջինը, որովհետեւ այս ընթացքում ես չեմ հասցնի եւս այս քարոզաշարի ընթացքում չեմ հասցնի եւս հանդիպում ունենալ ձեր թաղամասում, բայց ես ընդգծում եմ որպես թեկնածու համոզված եմ, որ մենք դեռ հանդիպումներ ունենալու ենք եւ այսքան դուք հավանաբար համեստություն չեք ցուցաբերի եւ կներկայացնեք ձեզ հուզող ավելի կարևոր խնդիրներ։ Իդեպ իր բողոքով մեզ է դիմել Քաջարանի բնակիչ Պաուլուշա Պողոսյանը եւ տեղեկացրել, որ օրերս անակնկալի է եկել Կապանի քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանի քաղաքական գովազդում, տեսնելով իր գովազանքը վերջինիս հասցեին։ Թյուրիմացություն է սա, թե դիտավորություն եզրակացրեք ինքներդ։ Ես
գովել է մեր քաղաքապետին։ Անուն ազգանուն չեմ ասել ոչ ոքի, Գևորգյան Վարդաննա, թե Ղապանի քաղաքի պետի անուն ազգանունն էլ ես չգիտեմ։ Երբ որ տեսա այս գովազդի հոլովակում, ես նստած խոսում եմ, բայց բոլորը քաղաքացիները բոլոր բան եկել են, թե դու Ղապանի քաղաքապետին գովազդում ես։ Հաջորդ օրը բոլորը թափվեցին վրաս, թե այդ ինչ է, մեր քաղաքապետը թողել ես Ղապանի քաղաքապետին զգում։ Ոնց է այդ իմ խոսած գովազդը մեր քաղաքապետի հասեին, գնացել դուրս եկել Արտուր Աթայանի գովազդը։ Զարմանալի բան է, ուղղակի, զարմանալի բան է եւ շատ վատ բան է։ Նախընտրական այսպիսի գովազդ ունեցող տեխնացուի Արտուր Աթայանի թիմակիցներն այսքանից հետո դեռ իրենց իրավունք են վերապահում խոսելու Աշոտ Հայրապետյանի թիմակիցների կողմից իբրև թե իրենց տեխնացուի դեմ իրականացվող հակաքարոզչության մասին։